Բարև ձեզ, ազգերի ու պետությունների միջև խաղաղությունը, դրան հասնելու եղանակներն ու մեթոդները հասարակագիտության տեսանկյունից ամենաբարդ, միաժամանակ ամենազգայուն խնդիրներից են։ Համաշխարհային պատմությունը վկայում է, որ մարդը պատերազմել ու հարևանների հետ հակամարտության մեջ է եղել անհիշելի ժամանակներից ի վեր։ Հակամարտություններն ունեցել են եւ ունեն ազգային առանձնահատկություններ, գործողությունների յուրահատուկ ցեղագիր, որոնք անկախ ժամանակային հատվածականությունից բնորոշ են այս կամ այն էթնիկ միավորմանը։ Մեր օրերում, երբ խոսվում է Ադրբեջանի հետ խաղաղությունից եւ ընդհանրապես Ադրբեջանի հետ հարաբերություններից, պետք է կրկին վերհիշել հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմության քիչ հայտնի, կարելի ասել նույնիսկ մոռացված էջեր, որոնք կօգնեն լույս սփռել նաև մեր օրերում Ադրբեջանի հետ հարաբերությունների էության, փիլիսոփայության ու դրանց կառուցվածքի վրա, կօգնեն հասկանալ ձեռագիրն ու վարքաբանությունը, որը նույնիսկ 100 տարի անց չի փոխվել։ Եվ այսպես դուք դիտում եք Մանդելայի էֆեկտը։ Մանդելայի էֆեկտի այս թողարկումը նրա մասին է, թե ինչպես 1920 թվականին բոլշևիկյան դարձած Ադրբեջանը Հայաստանի ու հայերի հետ հարաբերություններում ոչ մի կերպ չհրաժարվեց մուսաֆաթական Ադրբեջանի նպատակներից ու գործելավոճից։ Ինչպես ազգամիջյան հարաբերություններում բոլշևիկ թուրքերը որևէ կերպ չէին տարբերվում մուսաֆաթական կամ երիտթուրքական, հետո նաև քեմալական պարագլուխներից։ Ինչպես էին թուրք բոլշևիկները դեռ իշխանությունը չհաստատած փորձում րոպե առաջ զավթել հայկական տարածքները։ Գնացինք։ Նախ եւ առաջ պետք է հասկանալ, թե ինչպիսի իրավիճակում էր հայտնվել Հայաստանի առաջին հանրապետությունը խորհրդայնացման նախօրեին, այսինքն այն ժամանակահատվածում, երբ Ադրբեջանն արդեն խորհրդայնացվել էր։ Այսպես, 1920 թվականի ամռանը Հայաստանի Հանրապետությունը թևակոխել էր իր կարճատև գոյության երկրորդ շրջանը, զգալիորեն կայունացել եւ ամրապնդվել էր հանրապետության թե ներքին եւ թե արտաքին դրությունը, ճնշվել էին ինչպես բոլշևիկյան, այնպես էլ մուսուլմանական ըմբոստությունները, վերականգնվել էր կարգն ու խաղաղությունը երկրի ներսում։ Մի շարք երկրներում արդեն գործում էին դիվանագիտական եւ առևտրատնտեսական ներկայացուցչություններ։ Բայց հանրապետության սահմանների վրա, չնայած գործադրված ջանքերին, այդպես էլ խաղաղություն չհաստատվեց։ Արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի կառավարությունը շարունակում էր կողմնորոշվել դեպի Եվրոպա, մինչդեռ բոլշևիկյան Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիայի ծավալած հարձակողական քաղաքականության հետևանքով Հարավային Կովկասում ստեղծվել էր նոր բարդ քաղաքական օր-օրի վրա սրվող իրադրություն։ Մի կողմից Դենիկինի պարտությունը, Կարմիր բանակի առաջխաղացումը Հարավային Կովկասում եւ որպես հետևանք Ադրբեջանի խորհրդայնացումը, մյուս կողմից Անատոլիայում քեմալական կառավարության ձևավորումը Հայաստանը կանգնեցրել էին արտաքին քաղաքական լրջագույն մարտահրավերների առջև։ Մուսաֆաթական թույլ ուժերի փոխարեն Հայաստանի սահմանների վրա սկսեցին հայտնվել 11-րդ Կարմիր բանակի զորամասերը, որոնք իրենց սպառնալից տեղաշարժերով եւ սահմանների հաճախակի խախտումներով մշտական լարվածություն էին ստեղծում Հայաստանի հատկապես արևելյան սահմաններին հարակից շրջաններում։ Միաժամանակ հայկական տարածքների հաշվին մեծ Ադրբեջան ստեղծելու հույսեր ներշնչելով ազգայնականության հարցերում մուսաֆաթականներին ոչնչով չզիջող Ադրբեջանի բոլշևիկ ղեկավարներին։ 1920 թվականի ապրիլի 28-ին Բաքվում վերցնելով իշխանությունը արդեն ապրիլի 30-ին Ադրբեջանի արտգործժողկոմի տեղակալ Հուսեյնովի ստորագրությամբ Երևան ուղարկված վերջնագրում նշված էր. Ադրբեջանի խորհրդային հանրապետության բանվորագյուղացիական կառավարությունը, իդեմս հեղափոխական կոմիտեի, պահանջում է. Առաջին, մաքրել ձեր զորքերից Ղարաբաղի եւ Զանգեզուրի տարածքը։ Երկրորդ, հետ քաշվել մինչև ձեր սահմանները եւ վերջ դնել ազգամիջյան թշնամությանը։ Հակառակ դեպքում Ադրբեջանի խորհրդային հանրապետության հեղկոմը իրեն կհամարի պատերազմի մեջ Հայաստանի հանրապետության հետ։ Նոտայի պատասխանը պետք է տրվի 3-օրյա ժամկետում։ Անվանի պատմաբան Էդիկ Զորաբյանը նշում է, որ ժողովուրդների պատմության մեջ հազիվ թե հնարավոր լինի գտնել նման մի նախադեպ, երբ հազիվ 2 օրվա կյանք ունեցող, դեռևս չկազմավորված ու սեփական բանակ չստեղծած կառավարությունը հանդես գա նման վերջնագրերով,
հոխորտա ու սպառնա պատերազմով։ Անշուշտ ադրբեջանցի բոլշևիկներին ոգևորել էր 11-րդ Կարմիր բանակի ներկայությունը Բաքվում։ Նույն օրը ապրիլի 30-ին Հուսեյնովի ու ռազմածովային ուժերի ժողկոմի Իլդրեմի ստորագրությամբ հրաման էր իջեցվել ադրբեջանական զորքերին, որտեղ ասված էր. Ադրբեջանի հին մուսավաթական կառավարությունը իշխանությունը հանձնեց ադրբեջանական սոցիալիստական խորհրդային հանրապետության բանվորագյուղացիական կառավարությանը։ Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետության հեղափոխական կոմիտեի կողմից վերջնագիր է ներկայացված հայկական կառավարությանը իր զորքերից մաքրելու Ղարաբաղի եւ Զանգեզուրի տարածքը եւ դադարեցնելու ազգամիչյան թշնամությունը։ Ղարաբաղում եւ Զանգեզուրում գտնվող ադրբեջանական զորամասերին առաջին դադարեցնել հարձակումը, երկրորդ զբաղեցնել հարմար դիրքեր, երրորդ ընդունել պաշտպանական դրություն։ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վերջնագրի չկատարման դեպքում ձեզ օգնություն կուղարկվի դաշնակցային, եղբայրական, խորհրդային Կարմիր բանակը, որը պատրաստ է ամբողջ աշխարհը ազատագրել բռնությունից եւ շահագործումից։ Շատ չանցած Հայաստանի կառավարության հետ վերջնագրի լեզվով սկսեց խոսել նաև 11-րդ Կարմիր բանակի հրամանատարությունը։ Երևան ուղարկված վերջնագրում նրանք նշում էին. Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության անունից հայկական կառավարությանը առաջարկում եմ անհապաղ դադարեցնել ամեն մի ռազմական գործողություն խորհրդային Ադրբեջանում եւ դուրս բերել զորքերը նրա սահմաններից։ Դա պետք է արվի 24 ժամվա ընթացքում ներկա առաջարկությունը ստանալու օրվանից։ Սույնի չկատարումը կդիտվի որպես հայկական կառավարության մարտահրավեր Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետությանը։ Առաջարկությունը կիրագործվի ռուսական Կարմիր բանակի ուժերով, իսկ հետևանքների համար պատասխանատվությունը ամբողջովին կընկնի հայկական կառավարության վրա։ Հայաստանի կառավարությունը խորհրդային Ադրբեջանի եւ 11-րդ Կարմիր բանակի վերոհիշալ ռազմատենչ քայլերի մասին հեռագրեց Մոսկվա, Լենինին եւ Չիչերինին, որոնց ջանքերով էլ ըստ էության կանխվեց խորհրդային Ադրբեջանի ռազմական հարձակումը։ Անկասկած է, որ Հայաստանի դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի ձգտումներին մեծապես խանգարեց նաև Լևոն Շանթի պատվիրակության մեկնումը Մոսկվա եւ մայիսի վերջերին Մոսկվայում սկսված հայ-ռուսական բանակցությունները, որոնք խնդիր ունեին կարգավորելու Հայաստանի Հանրապետության եւ Խորհրդային Ռուսաստանի միջև առկա հարցերը եւ որոշակի առումով վերաբերվում էին նաև Հայաստանի եւ նրա հարևանների Թուրքիա եւ Ադրբեջանի միջև առկա խնդիրներին։ Եթե Մոսկվայում հայ-ռուսական բանակցությունների ընթացքում Շանթի ղեկավարած պատվիրակությունը հասներ հաջողության, ապա ամենայն հավանականությամբ առաջին հանրապետությունը հնարավոր է, որ անկում չապրեր 1920 թվականի դեկտեմբերին։ Կասկածից վեր է, որ իր պատվիրակությունը տված Հայաստանի կառավարության հանձնարարականների մասին տեղյակ էին նաև ադրբեջանցի բոլշևիկները, որոնք եւ ջանք չէին խնայելու Մոսկվայի հայ-ռուսական բանակցությունները ձախողելու եւ վիճելի տարածքների հարցը հօգուտ թուրք-ադրբեջանական ճամբարի լուծելու համար։ Դեռ հունիսի սկզբին, երբ նոր էին սկսվել Մոսկվայի հայ-ռուսական բանակցությունները, Բաքվից Մոսկվա, Լենինի եւ Չիչերինի հասցեներով շտաբ հեռագիր ուղարկվեց, որտեղ ասված էր. Հայաստանում հազարավոր կոմունիստներ ձերբակալվել եւ հարյուրավորը գնդակահարվել են։ Տասնյակ ապստամբած հայկական գյուղեր ոչնչացվել են դաշնակների կողմից։ Բազմաթիվ մուսուլմանական գյուղեր կոտորվել են։ Ավելի քան 2000 փախստական հայեր ապաստան են գտել Ադրբեջանում, մյուսները թաքնվել են լեռներում։ Հայերը փաստորեն պատերազմական դրության մեջ են Ադրբեջանի հետ։ Ինչ վերաբերվում է վիճելի Զանգեզուրին եւ Ղարաբաղին, որոնք արդեն մտել են Ադրբեջանի կազմի մեջ, վճռականորեն հայտարարում ենք, որ այդ շրջանները անվիճելիորեն այսուհետև եւս պետք է մնան Ադրբեջանի կազմում։ Ջուլֆայի եւ Նախիջևանի շրջանները, որոնք ամբողջովին մուսուլմաններով են բնակեցված եւ արդեն 1 տարուց ավելի անջատվել ու տեղական բնակչության ուժերով պաշտպանվում են դաշնակցական կառավարությունից, ինչպես ռազմական տեսակետից, այնպես էլ Թուրքիայի հետ անմիջական կապի նպատակով, պետք է գրավվեն մեր զորքերի կողմից եւ միացվեն Ադրբեջանին։ Մեր կողմից մենք դաշնակցական կառավարության հետ ամեն մի բանակցություն համարում ենք ավելորդ, իսկ Թուրքահայաստանի հարցը ձեր մտադրության ձևով անժամանակ։ Այդ հարցերի լուծման ժամանակ խնդրում ենք ղեկավարվել բացառապես տեղական կազմակերպություններից եւ պատասխանատու ընկերներից ստացած ինֆորմացիայով։ Ադրբեջանցի բոլշևիկների այս գրությունը վկայում է այն մասին, որ նրանք բացի խորհրդային Ադրբեջանի շահերից
Մտածում էին նաև քեմալականների շահերի մասին, ինչը չէր կարող չմտահոգել Մոսկվային։ Փաստի կապակցությամբ Չիչերինը խնդրանքով դիմում է Օրջոնիկիձեին, որպեսզի նա իր հեղինակությամբ ազդի Ադրբեջանի ղեկավարների վրա եւ չափավորի նրանց ախորժակը։ Մեզ անհրաժեշտ է կոմպրոմիսի հասնել դաշնակցական կառավարության հետ, մինչդեռ ադրբեջանական կառավարությունը վիճելի է հայտարարում ոչ միայն Ղարաբաղը եւ Զանգեզուրը, այլև Շարուր Դարալագյազի գավառը։ Վերջինս երբեք ոչ մեկի կողմից վիճելի չի հայտարարվել, նույնիսկ մուսավաթական կառավարությունը այն համարել է Հայաստանինը։ Առանց նրանց Հայաստանից համարյա ոչինչ չի մնում։ Հայկական պատվիրակությունը երկար դիմադրությունից հետո համաձայնվել է վիճելի ճանաչել Ղարաբաղը եւ Զանգեզուրը, բայց նա ոչ մի դեպքում չի համաձայնվում վիճելի ճանաչել Շարուր Դարալագյազի գավառը։ Մյուս կողմից մեզ անհրաժեշտ է համաձայնության գալ ադրբեջանական կառավարության հետ, որպեսզի Հայաստանի հետ մեր պայմանագիրը չհակասի Ադրբեջանի պահանջներին։ Խնդրում եմ օգտագործել ձեր հսկայական ազդեցությունը Բաքվում ստանալու Ադրբեջանի կառավարության համաձայնությունը վիճելի հայտարարելու միայն Ղարաբաղը եւ Զանգեզուրը, բայց ոչ Շարուր Դարալագյազի գավառը։ Մատնանշեք Ադրբեջանի կառավարությանը, որ մենք անհրաժեշտաբար հարկադրվեն ենք սահմանափակվել Շուշու եւ Ջեբրայիլի գրավումով եւ փաստորեն հնարավորություն չունենք մեր զորքերը ավելի առաջ շարժել։ Դա անվիճելիորեն հաստատված է Հանրապետության ռազմահեղափոխական խորհրդի կողմից։ Խնդրում եմ հայտնեցեք Բաքվի կառավարությանը, որ ներկայումս մենք հնարավորություն չունենք գրավելու Նախիջևանը եւ Ջուլֆան, եւ մատնանշեք այն օբյեկտիվ պատճառները, որոնք հարկադրում են մեզ սահմանափակվելու ռազմական ստատուս քվոյով։ Սակայն Չիչերինը հույսը դնելով Օրջոնիկիձեի վրա սխալ հաշվարկ էր կատարել, քանզի վերջինս հարցի առնչությամբ փաստորեն կիսում էր Բաքվի տեսակետը։ Հատկանշական է, որ ադրբեջանցի բոլշևիկները կայծակնային արագությամբ Մոսկվային ուղարկում մի շարք նամակներ ու հեռագրեր, որոնցում ամեն կերպ վատաբանում էին Հայաստանի կառավարությանը, պահանջում նրա այդ պայմանագիր չկնքել եւ ոչ մի զիջում չանել։ Դատելով արխիվային փաստաթղթերից հունիսի վերջին եւ հուլիսին Մոսկվայում վարվող բանակցությունների նկատմամբ ադրբեջանական դիրքորոշումը ավելի անզիջող ու հանդունգ էր դառնում։ Նարիմանովը նույնիսկ սկսեց մեղադրել Մոսկվային վիճելի տարածքների հարցում հայամետ քաղաքականություն վարելու մեջ։ Հունիսի 29-ին Լենինին ուղարկված հեռագրում նա գրում է. Կենտրոնը մեզնից խլեց զենքը եւ Ղարաբաղի մասին իր որոշումով ուժեղացրեց, հիմնավորեց Մուսավաթի պրովոկացիան, որն անընդհատ ասում է, որ իբր կոմունիստ մուսուլմանները Ադրբեջանը ծախեցին Ռուսաստանին, այն Ռուսաստանին, որը միաժամանակ ճանաչում է Հայաստանի եւ Վրաստանի ինքնուրույնությունը եւ չգիտես ինչու, մինչեւ Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումը անվիճելի մարզերը այժմ համարում է վիճելի։ Մեզ ասում են, դուք չեք կարողանում ամրակցել Ադրբեջանին միանգամայն անվիճելի տարածքները, բայց խոսում եք արևելքի ազատագրման մասին։ Մենք կորցնում ենք ազդեցությունը զանգվածների մեջ։ Նույն օրը հունիսի 29-ին Նարիմանովի այս նամակի կապակցությամբ Չիչերինը ընդարձակ մի բացատրություն է ուղարկում Լենինին, որտեղ մասնավորապես ասված է. Մինչև այժմ ընկեր Նարիմանովը իր հեռագրերում վերադառնում է իբր անհապաղ ամբողջ Վրաստանը եւ Հայաստանը խորհրդայնացնելու անհրաժեշտության մտքին։ Երբ Բաքվի ընկերները ստիպված եղան այդ պլանից հրաժարվել, նրանց մոտ այնուամենայնիվ պահպանվեց Վրաստանի եւ Հայաստանի նկատմամբ հարձակողական գործողությունների տակտիկան։ Մենք հարկադրված եղանք շատ էներգիա ծախսել համարյա ամենօրյա միջամտությունների վրա, ընկերներին հարձակողական գործողություններից հետ պահելու նպատակով։ Այդ կոնֆլիկտի վերջին փուլը Ադրբեջանի կողմից հավակնության հայտարարումն է Վիթխարի օկրուգների վրա, որոնք մշտապես պատկանել են Հայաստանին եւ փաստորեն գտնվում են Հայաստանի Հանրապետության ձեռքին։ Ադրբեջանի կառավարությունը հավակնում է Ղարաբաղի, Զանգեզուրի եւ Շարուր Դարալագյազի գավառի վրա, Նախիջևանի, Օրդուբադի եւ Ջուլֆայի հետ միասին։ Այդ տեղերի մեծ մասը փաստորեն գտնվում է Հայաստանի Հանրապետության ձեռքին։ Փորձելով պատճառաբանել Ադրբեջանի ղեկավարության այս քաղաքականությունը, Չիչերինը շարունակում է. Բաքվի խորհրդային կառավարությունը, որի ներքին քաղաքականությունը հանգեցրեց խիստ ընդհարման մուսուլմանական զանգվածների զգալի մասի հետ, ուզում է կոմպենսացիա ստեղծել եւ ազգայնականորեն տրամադրված էլեմենտներին կաշառել Ադրբեջանի համար այն տարածքների ձեռքբերման միջոցով, որոնք նա հայտարարում է վիճելի։ Մեր դերը պետք է բացարձակապես օբյեկտիվ եւ խիստ անկողմնակալ լինի։ Խլել Հայաստանից ինչ-որ մասեր եւ մեր ձեռքերով հանձնել դրանք Ադրբեջանին, դա կնշանակեր կեղծ երանգ հաղորդել մեր ամբողջ քաղաքականության
քաղաքականությանը։ Դա կխախտեր մեր քաղաքականության մասին պատկերացումը որպես միանգամայն անկողմնակալ եւ օբյեկտիվ։ Ցավոք խորհրդային Ռուսաստանի եւ Ռուսաստանի Կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի կազմում Չիչերինի նման մտածողներ համարյա չկային։ Իսկ վերջինս չլինելով քաղբյուրոյի անդամ միանգամայն անզոր էր ազդելու արտաքին քաղաքականության ռազմավարության հաստատման գործընթացների վրա։ Իսկ Կովկասում գործող ղեկավար գործիչները Օրջոնիկիձեն, Կիրովը եւ այլոք թեև հասկանում էին ադրբեջանցի կոմունիստների ազգայնական նկրտումների իմաստը, բայց եւ այնպես ղեկավարվելով այսպես կոչված դասակարգային համերաշխության սկզբունքով պաշտպանում էին Ադրբեջանին, ինչը ավելի էր ագրեսիվ դարձնում Նարիմանովի խմբին ու նպաստում Չիչերինի վրա ճնշում գործադրելուն։ Իսկ վերջինս էլ աստիճանաբար մեկուսանում էր, նահանջում էր իր անկողմնակալ եւ օբյեկտիվ դիրքերից։ Բաքվի կողմից ճնշումը Չիչերինի վրա այնքան բացահայտ ու այնքան կոպիտ էր արվում, որ զգում էին նաև Շանթի պատվիրակության անդամները։ Հուլիսի 1-ին Երևան ուղարկված հեռագրում Շանթը շեշտում էր. Միակ դժվարությունը Ադրբեջանի սահմանն է, որովհետև Բաքվից ամեն կերպ աշխատում են խանգարել պայմանագրի կնքմանը։ Խորհրդային կառավարությունը ընդունում է մեր պահանջները իրավացի, չի փափագում գոհացում տալ խորհրդային Ադրբեջանի եւ հայ բոլշևիկների բոլոր բաղձանքներին։ Այնուամենայնիվ, վերջիններիս համառ պնդումների ազդեցության տակ պայմանագրի կնքումը դանդաղում է։ Ուշագրավ է, որ 1920 թվականին Մոսկվայում հայ-ռուսական բանակցությունների ընթացքում 11-րդ Կարմիր բանակի հրամանատարությունը ոչ թե փորձում էր ստեղծված ռազմական հավասարակշռությունը պահպանել տարածաշրջանում, այլ առիթը բաց չէր թողնում վիճելի հայտարարված տարածքները զինագրավելու համար։ Ստեղծված բարդ կացության պայմաններում, երբ Կարմիր բանակի զորամասերը րոպե անգամ չէին հապաղում հայկական տարածքներ ներթափանցելու համար, Հայաստանի կառավարությունը ի վերջո տեղի տվեց եւ օգոստոսի 10-ին Թբիլիսիում խորհրդային Ռուսաստանի հետ կնքեց ժամանակավոր համաձայնագիր, ըստ որի Ղարաբաղի, Զանգեզուրի եւ Նախիջևանի վիճելի տարածքները ժամանակավորապես զինագրավում էին ռուսական զորքերի կողմից։ Ընդ որում վերապահություն էր արվում, որ այդ տարածքների պատկանելիության հարցը լուծվելու էր Հայաստանի եւ Ռուսաստանի միջև կնքվելիք պայմանագրի միջոցով։ Նույն օրը Շանթի պատվիրակությունը թողում է Մոսկվան եւ վերադառնում Հայաստան, քանզի ձեռք էր բերվել պայմանավորվածություն բանակցությունները շարունակել Երևանում։ Պետք է անպայման արձանագրել, որ խորհրդային Ռուսաստանը հայ-ադրբեջանական տարածքային վիճելի հարցերում իր ռազմավարությունը մշակելու գործում հաշվի էր առնում քեմալականների հետ ուղիղ ցամաքային կապի հաստատման խնդիրը։ Այդ մասին է վկայում բանակցությունների համար խորհրդային Ռուսաստանի կողմից Երևան գործուղված Լեգրանի սեպտեմբերի 4-ի հեռագիրը Չիչերինին։ Ես գտնում եմ, որ Հայաստանի հետ հաշտության բանակցությունների ընթացքում, որոնք կկայանան իմ Երևան հասնելուն պես, սկզբունքորեն կորոշվի Հայաստանի երկաթուղիներով մեզ ազատ տրանզիտի եւ Անկարայի հետ կապ հաստատելու հարցը։ Լեգրանն իր կարծիքն էր հայտնում նաև հայ-ադրբեջանական վիճելի տարածքների հարցի կապակցությամբ։ Ես հակված եմ այն կարծիքին, որ Նախիջևանի մարզը պետք է ճանաչվի որպես Հայաստանի մաս, ամբողջ Ղարաբաղը Ադրբեջանի։ Զանգեզուրը այնպես սերտ է կապված Նախիջևանի հետ, որ Նախիջևանը Հայաստանի մաս ճանաչելու դեպքում ըստ երևույթին վերջինիս էլ պետք է թողնել Զանգեզուրը։ Այս ամենը իհարկե հիմնական տրանզիտի հարցը լուծելու դեպքում։ Հակառակ պարագայում հարկ կլինի ճնշում գործադրել դաշնակցականների վրա, ինչը 11-րդ բանակի աջակցությամբ լիովին իրագործելի է։ Ընդհանրապես Հայաստանի նկատմամբ մեր քաղաքականությունում հույս դնել տեղական ուժերի, Ադրբեջանի եւ 11-րդ բանակի հեղափոխական խորհրդի վրա կարելի է միայն այն դեպքում, եթե խոսք գնար Հայաստանում զավթողական արշավանքի մասին։ Այսպիսով պարզ է դառնում, որ Ադրբեջանի խորհրդայնացումից հետո հայ-ադրբեջանական տարածքային վեճերը ոչ միայն լուծում չգտան, այլ պայքարը ավելի սաստկացավ։ Սրա հիմնական պատճառն այն էր, որ ադրբեջանցի բոլշևիկները, որոնք ազգայնականության հարցերում դույզն ինչ չէին զիջում մուսաֆաթականներին, իրենց թիկունքում 11-րդ Կարմիր բանակի զորամասերի տեսքով զգալով հզոր դաշնակցի խորհրդային Ռուսաստանի աջակցությունը ջանք չէին խնայում հայկական տարածքները Ադրբեջանին բռնակցելու համար։
Հատկանշական է, որ Հայաստանի խորհրդայնացման նախօրեին պաշտոնական Բաքուն, որ մուսավատական ազգայնական դրոշակը փոխել էր ոչ պակաս ազգայնական, բայց արդեն կարմիր դրոշակով, առաջնորդվում էր այն տրամաբանությամբ, թե ժամանակին Անտանտի տերությունները հայ-ադրբեջանական վիճելի տարածքների հարցում նախապատվությունը տվել են Ադրբեջանին։ Հիշենք, որ անգլիացի գեներալ Թոմսոնը հանդիմանում էր հայերին, թե նրանք շարունակ Ռուսաստանին են նայում, ուստի պետք է Ադրբեջանը պահպանել իբրև հակառուսական ճակատ։ Իդեպ, հենց անգլիացիներն էին, որ Կովկասում ոտնահարեցին ազգաբնակչության կամ արտահայտության իրավունքը։ Մի կողմ ձգեցին այս կամ այն տարածքի պատկանելիությունը որոշելու պատմական եւ ազգագրական սկզբունքը եւ առաջին պլան մղեցին տնտեսական ու ռազմական գործոնը, հայտարարելով, թե տնտեսապես Ղարաբաղը կապված է Բաքվի հետ, իսկ ռազմական տեսակետից նա, ով կտիրի Շուշին եւ Ասկերանը, իր ձեռքում կպահի նաեւ Բաքվի երկաթգիծը։ Հետաքրքիր է, որ ժամանակակից ադրբեջանական պատմագիտությունը եւ պաշտոնական քարոզչությունը փորձում են ուժով Հայաստանը խորհրդայնացնելու սովետական Ադրբեջանի ղեկավարության ձգտումները լուսաբանել այսպես կոչված համակովկասյան ինտեգրացիայի լույսի ներքո, թե 1918-20 թվականներին գոյություն ունեցած Ադրբեջանական Հանրապետության եւ թե խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը իրենց նվաճողական ծրագրերը մշտապես ինտեգրացիոն նպատակով էին բացատրում։ Օրինակ, 1918 թվականի նոյեմբերին Կոստանդնուպոլսում Անտանտի երկրների դիվանագիտական ներկայացուցիչներին ադրբեջանական կառավարության անունից հանձնված հուշագրում Թոփչիբաշևը նշում էր. Անդրկովկասի ազգությունների միջև գոյություն ունեցող սերտ կապերը պահանջում են ստեղծել քաղաքական միություն, որը հիմնված կլինի շվեյցարական միության հիմքում դրված սկզբունքների վրա։ Սխալմամբ կարծելով, թե Փարիզյան վեաժողովում եվրոպական դիվանագիտությունը կաջակցի Կովկասյան համադաշնության գաղափարին, Թոփչիբաշևը միաժամանակ առաջ էր քաշում նաև Հյուսիսային Կովկասի պետականակերպ կազմակերպություններին ևս այդ համադաշնության շրջանակներում ներառելու գաղափարը։ Եթե 1918-20 թվականներին Ադրբեջանի ղեկավարությունը փորձում էր Կովկասյան համադաշնության գաղափարի տակ դնել նաև հյուսիսից խորհրդային Ռուսաստանից պաշտպանվելու անհրաժեշտությունը, ապա խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունն արդեն նույն ծրագրերը փորձում էր մատուցել այսպես կոչված համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի անհրաժեշտությամբ։ Հայաստանը զինված ճանապարհով խորհրդայնացնելուն ուղղված լայնածավալ պրոպագանդայում խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը շատ կարևոր էր համարում նաև հայ կոմունիստների աջակցությունը ստանալը, ինչի համար շատ հաճախ դիմում էր էժանագին դեմագոգիայի քաղաքականությանը։ 1920 թվականի մայիսի 8-ին բացված Ադրբեջանի խորհուրդների առաջին համագումարի ժամանակ ադրբեջանական ռազմհեղկոմի նախագահ Նարիմանովն իր ելույթում նշում էր. Պետք է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ հայ բանվորները եւ աղքատ գյուղացիությունը զգան, որ բոլշևիկների օրոք ավելի լավ են ապրում, քան դաշնակցականների։ Փոքրիկ Ադրբեջանը պետք է մտածի եւ Վրաստանի, եւ Հայաստանի մասին, եւ հնարավորինս լավ պետք է ապահովի այս երկու հանրապետությունների կյանքը։ Այսպիսով վերոհիշյալ քայլերով խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը փորձում էր կարմիր զորքերի օժանդակությամբ անմիջապես խորհրդայնացնել Հայաստանը եւ որպես շնորհակալական մրցանակ նաեւ իր օգտին լուծել վիճելի տարածքների հարցը։ Ի վերջո Կովկասում գործող բոլշևիկ գործիչների կարծիքը ոչ առանց ադրբեջանական ղեկավարության գործուն աջակցության տեղ գտավ նաեւ Մոսկվայում։ 1920-ի ամռան վերջերից սկսած Մոսկվան եւս սկսեց հակվել դեպի Հայաստան անհապաղ խորհրդայնացնելու եւ թուրք-ադրբեջանական պահանջները բավարարելու ծրագիրը։ Դեռևս հուլիսի 8-ին խորհրդային Ռուսաստանի ազգությունների գործերի ժողկոմ Ստալինը Օրջոնիկիձեին գրում էր. Իմ կարծիքն այն է, որ չի կարելի անverջ լարախաղացություն անել կողմերի միջև։ Պետք է պաշտպանել կողմերից մեկին որոշակիորեն։ Ներկա դեպքում իհարկե Ադրբեջանին։ Թուրքերի հետ միասին ես խոսել եմ Լենինի հետ։ Նա չի առարկում։ Ստալինի այս պնդումը գործնական բնույթ ստացավ երրորդ ինտերնացիոնալի կոմիտեների գործկոմի կողմից 1920 թվականի սեպտեմբերի 1-ից 8-ը
Բաքվում հրավիրված արևելքի ժողովուրդների առաջին համագումարում ընդունված որոշումներում։ Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը մինչ այդ իր կողմը գրավելով Ռուսաստանի Կոմկուսի կենտկոմի Կովկասյան բյուրոյի եւ 11-րդ Կարմիր բանակի ռազմահեղափոխական խորհրդի անդամների զգալի մասին այս համագումարի ընթացքում կարողացավ ծավալել մի աշխատանք, որը մի քանի ամիս անց ճակատագրական էր լինելու Հայաստանի Հանրապետության անկախության համար եւ խոչընդոտներից մաքրելու էր ճանապարհը դեպի ադրբեջանական ծրագրերի իրագործումը, այն է Նախիջևանի եւ Արցախի բռնակցումը։ Համագումարի ընթացքում ադրբեջանական քարոզչամեքենան գաղափարական արշավ ծավալեց այսպես կոչված իմպերիալիստական Հայաստանի դեմ։ Համագումարի կողմից ընդունված փաստաթղթերում Հայաստանը ներկայացվում էր որպես ճակերտներում ասված միջազգային իմպերիալիզմին դաշնակից պետություն եւ կոչ էր արվում սրբազան պատերազմով ելնել նրա դեմ։ Համագումարին մասնակցող հայ կոմունիստները հանդես եկան խորհրդային հանրապետությունների օգնությամբ Հայաստանը խորհրդայնացնելու դիրքորոշմամբ։ Նրանք համոզված էին, որ դա է փրկության միակ ճանապարհը, այլապես դաշնակցական Հայաստանը վերջնականապես կգլորվի արևմուտքի գիրկը եւ կդառնա հեղափոխական արևելքի վրա իմպերիալիստական արևմուտքի հարձակման հենադաշտ, ինչը կխայտառակի բոլշևիկներին ամբողջ աշխարհի հեղափոխության առաջ։ Համագումարի կողմից ընտրված քարոզչության եւ գործողության խորհրդի նախագահությունը սեպտեմբերի 18-ին հավանություն է տալիս խորհրդի կողմից սեպտեմբերի 17-ին ներկայացված Մերձավոր Արևելքի քաղաքական ներկա պահի մասին զեկուցագրին։ Այս հույժ գաղտնի փաստաթուղթը որպես քարոզչության եւ գործողության խորհրդի նախագահության եզրակացություն սեպտեմբերի 19-ին ուղարկվում է Ռուսաստանի Կոմկուսի կենտկոմ, պատճենը խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։ Փաստաթղթի հիմքում ընկած էին այն սկզբունքները, որոնք առաջ էին քաշել Ստալինը, Օրջոնիկիձեն, Նարիմանովը եւ այլոք։ Հայտնի չէ, թե ովքեր են փաստաթղթի անմիջական հեղինակները, սակայն ակադեմիկոս Խուրշուդյանը կարծում է, որ ելնելով փաստաթղթի բովանդակությունից կասկածից վեր է, որ խորհրդի ճակերտների մեջ հայասեր անդամներ Օրջոնիկիձեն, Սկաչկոն, Պավլովիչը եւ Նարիմանովը մասնակցել են այդ գործին։ Այս փաստաթուղթը ըստ էության նպատակաուղղված էր Ռուսաստանի ղեկավարությանն ահաբեկելուն եւ հարկադրելու ընդունել առաջարկված ծրագիրը, որի մի շարք դրվագներում բացահայտ խոսվում է Հայաստանը խորհրդայնացնելու եւ հայ-ադրբեջանական վիճելի տարածքների հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելու մասին։ Եզրակացության հենց առաջին կետում նշվում էր. Դաշնակցական կառավարության գործակալները կոմունիստների դիմակի տակ աշխատելով Ադրբեջանում, հատկապես Ղարաբաղում, Զանգեզուրում ու Ղազախում, եռանդագին հող են նախապատրաստում դաշնակցական հարձակման համար, տեղերում զավթելով խորհրդային իշխանությունը եւ հոգալով մուսուլման բնակչության զինաթափումն իրականացնելու մասին։ Երրորդ կետում հստակ նշվում էր, որ Ադրբեջանում կա հակահեղափոխության վտանգ առ այն, որ Ադրբեջանի տեղական ղեկավարների իսկ խոստովանությամբ խորհրդային իշխանությունը պահվում էր բացառապես ռուսական սվինների վրա։ Սրանով փաստացիորեն Մոսկվայում ցանկանում էին համոզել, որ եթե Հայաստանն անհապաղ չխորհրդայնացվի, ապա Ադրբեջանը կընկնի այսպես կոչված հակահեղափոխական իմպերիալիստների գիրկը։ Քեմալականներին վերաբերվող չորրորդ կետը եւս Մոսկվային բացահայտ վախեցնելու նպատակ ուներ։ Ուժերի ու միջոցների սպառման հետևանքով Թուրքիայում մարում է ազգային հեղափոխական շարժումը։ Մուսթաֆա Քեմալի ազգային մեծ ժողովի կառավարությունը դժվարությամբ է շարունակում ռազմական գործողությունները։ Հունական զորքերը շարժվում են Փոքր Ասիայի խորքերը եւ արդեն մոտենում են Աֆյուն Գարահիսար քաղաքին, գրեթե չհանդիպելով թուրքական ազգային զորքերի դիմադրությանը, քանզի վերջիններս ամենևին փամփուշտներ եւ արկեր չունեն։ Մուսթաֆա Քեմալը Խալիլ Փաշայի միջոցով որոշակիորեն հայտարարում է, որ նման հանգամանքներում ազգայնականներն ի վիճակի են պայքարը շարունակել 1 ամսից ոչ ավելի։ Եթե այդ ամսվա ընթացքում կապ չհաստատվի խորհրդային Ռուսաստանի հետ եւ վերջինիս կողմից չցուցաբերվեն նյութական օգնություն եւ բարոյական աջակցություն, ապա ազգային շարժումը կճնշվի։ Ազգային մեծ ժողովի կառավարությունը կտապալվի եւ նրա ղեկավարներին կմնա միայն փրկություն որոնել փախչելով խորհրդային Ռուսաստան։
Սրանով իսկ Կովկասի հակահայ բոլշևիկ գործիչները ցանկանում էին Մոսկվային համոզել, որ եթե Հայաստանն անհապաղ չխորհրդայնացվի, ապա համաշխարհային հեղափոխությունը արևելքում կկորցնի կարևորագույն դաշնակցին՝ Քեմալական Թուրքիային։ Փաստաթղթի հեղինակները գիտակցում էին, որ Լենինը նման շռայլություն չի կարող իրեն թույլ տալ, եւ ի վերջո կհակվի Հայաստանը Թուրքիային եւ Ադրբեջանին զոհաբերելու մտքին։ Ուշագրավ է այն, որ այս փաստաթղթի 5-րդ կետում թերևս Մոսկվային վախեցնելու ծավալը զգալի մեծանում է եւ ստանում է ավելի գործնական եւ սխեմատիկ պատկեր։ Այստեղ ներկայացվում է այն, թե ինչ կկատարվի շատ մոտ ապագայում, եթե չխորհրդայնացվի իմպերիալիստական Հայաստանը։ Անգլիայի կառավարությունը պատրաստվում է անգլո-պարսկական Հայաստանի, գուցե եւ Վրաստանի միացյալ ուժերով հարվածել խորհրդային Ադրբեջանին։ Ադրբեջանը բոլշևիկյան ճնշումից ազատագրելու դրոշի ներքո եւ Բաքուն խորհրդային Ռուսաստանից պոկելու նպատակով այդ հարվածը կհասցվի մոտ ժամանակներում։ Ռազմական գործողությունները կսկսվեն հենց որ անգլո-շահական զորքերը մոտենան ռուսական հին սահմանին ու կապ հաստատեն Հայաստանի հետ։ Հայկական զորքերի հետ Ադրբեջան մուտք կգործի նաև ներկա պահին Վրաստանում պատասպարվող մուսավաթական կառավարությունը, որի մասնակցության շնորհիվ ադրբեջանական բնակչության նշանակալի մասը գազազած խորհրդային իշխանության գաղութատիրական ու հակաթուրքական քաղաքականությունից ոչ միայն չի ցուցաբերի որևէ դիմադրություն, այլև կանցնի հարձակվողների կողմը։ Հարձակումը կասեցնող կարմիր ռուսական զորքերը տեղական ապստամբ ջոկատների կողմից կկտրվեն թիկունքից եւ նման պայմաններում անտարակույս չեն կարող երկար ժամանակ դիմադրել։ Մարտական գործողություններից մեկ ամիս անց Բաքուն կընկնի պաշարման մեջ, ունենալով միայն մի ելք՝ դեպի ծովը։ Կանխատեսելով անգլիական օդանավերի մասնակցությունը, վստահորեն կարելի է ասել, որ չնայած նավատորմի աջակցությանը, Բաքուն չի կարող երկար դիմադրել, եւ թեկուզ չգրավվի, ապա կայրվի ու կոչնչացվի։ Եվ այդ ժամանակ կսկսվի մուսուլմանների սրբազան պատերազմը, ոչ թե Անգլիայի, այլ խորհրդային Ռուսաստանի դեմ։ Կովկասում եւ Թուրքեստանում կբացվի անչափ լուրջ նոր ճակատ, որը մեզ կկտրի նավթի ու բամբակի աղբյուրներից։ Եվ մենք արևելքի ժողովուրդների սրբազան պատերազմ հայտարարելով Անգլիայի դեմ, կնմանվենք ծիծաղելի ու հիմար վիճակի մեջ ընկած այն մարդկանց, ովքեր ստվարաթղթե սրեր ճոճելով իրենց վրա են ընդունում փոթորիկը։ Այս փաստաթղթի եզրակացության 6-րդ կետում հեղինակները գրում են այսպես կոչված փակ ուղուց դուրս գալու ճանապարհի մասին, նշмарելով երկու հիմնական ուղի։ Առաջին, ինչ գնով էլ լինի եւ ամենայն արտակարգությամբ աջակցել մարող ազգայնական շարժմանը Թուրքիայում։ Երկրորդ, կանխել անգլո-շահական, հայկական ու վրացական զորքերի միավորումը։ Ինչպես մեկը, այնպես էլ մյուսը կարող է կյանքի կոչվել միայն թուրքական ազգայնական զորքերի հետ դաշնակցած Հայաստանի վրա հարձակվելու ճանապարհով, իր ժողովրդին ճնշող դաշնակների լուծը թոթափելու դրոշի ներքո եւ հեղափոխական Թուրքիայի հետ միավորվելու նպատակով։ Հարձակումը Հայաստանի վրա կլինի շատ ավելի դյուրին, քան նրանից պաշտպանվելը, քանզի Ադրբեջանը բոլշևիկներից ազատագրելու դրոշի ներքո մեզ վրա դաշնակցականների հարձակման պարագայում ադրբեջանական բնակչության մի մասը մեր դեմ կլինի, իսկ դաշնակցականներից ազատագրվելու դրոշի ներքո Հայաստանի վրա հարձակման դեպքում մեզ հետ կլինի ոչ միայն ադրբեջանական ամբողջ բնակչությունը, այլև հայերի մի մասը։ Ռազմական գործողությունները մեզնից չեն պահանջի լրացուցիչ ոչ մի ուժ, քանզի դրանք ըստ էության կծավալվեն Թուրքիայի Էրզրումյան կորպուսի կողմից։ Վկայակոչված բոլոր նկատառումներից ամենագլխավորն այն է, որ պատերազմն անխուսափելի է, եւ եթե մենք չնախաձեռնենք հարձակումը Հայաստանի վրա, ապա 2 շաբաթ հետո նա նախահարձակ կլինի խորհրդային Ադրբեջանի վրա, որը մեզ համար կնշանակի Բաքվի կորուստ։ Համոզված եմ, Ադրբեջանի դեմ Մեծ Բրիտանիայի, Պարսկաստանի, Հայաստանի եւ Վրաստանի միացյալ զինված ուժերի հարձակման, Կովկասում եւ Թուրքեստանում հակառուսական նոր ճակատի բացման առասպելը հորինվել էր միայն այն նպատակով, որպեսզի խորհրդային Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը Բաքվի նավթը, Ադրբեջանի ռազմավարական աշխարհագրական դիրքը, Թուրքեստանում ունեցած ազդեցությունը կորցնելու վախից դրդված համաձայնվի Հայաստանի վրա անհապաղ զինված հարձակում կազմակերպելու ծրագրի հետ։ Կեղծիքի վրա հիմնված այս սադրիչ փաստաթուղթը հետապնդում էր միայն մեկ նպատակ՝ վախեցնել խորհրդային Ռուսաստանի ղեկավարությանը եւ հարկադրել ընդունելու առաջարկված ծրագիրը։ Ըստ էության խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը եւ նրան սատարող կովկասյան բոլշևիկյան գործիչները հասան իրենց նպատակին։ Շուտով Քազիմ Կարաբեքիրի գլխավորած թուրքական բանակն անցավ հարձակման։
1920 թվականի թուրք-հայկական պատերազմի սկսվելուց հետո առաջ եկավ Հայաստանի հետ խնդիրները վերջնականապես լուծելու ադրբեջանական ծրագրի հաջորդ փուլը։ Մինչև դեկտեմբերի 2-ը, այսինքն Դաշնակցության կողմից հատուկ ակտով իշխանությունը բոլշևիկներին հանձնելն ընկած ժամանակահատվածը, խորհրդային Ադրբեջանը, օգտագործելով այն առիթը, որ Հայաստանը բարդ կացության մեջ է եւ ռազմական անհաջող գործողություններ է մղում Ղարաբաղի բանակի դեմ, փորձում էր ամեն գնով ձախողել ընթացող հայ-ռուսական բանակցությունները եւ Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը բռնակցել Ադրբեջանին։ Սակայն հոկտեմբերի 28-ին Երևանում Հայաստանի եւ Ռուսաստանի Հաշտության պատվիրակությունների կողմից ստորագրված արձանագրությունը, որը ստորագրել էին Ռուսաստանի կառավարության անունից Բորիս Լեգրանը եւ Հայաստանի կառավարության անունից Լևոն Շանթը, Տերտերյանը եւ Զարաֆյանը, նախատեսում էր հնարավորինս սեղմ ժամկետներում ստորագրել նրանքից Հաշտության պայմանագիրը հետեւյալ պայմանները կատարելու դեպքում։ Ռուսաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները պետք է ճանաչեին Հայաստանի իրավունքները Նախիջևանի եւ Զանգեզուրի նկատմամբ, իր հերթին Հայաստանի կառավարությունը պարտավորվում էր հրաժարվել Ղարաբաղի նկատմամբ պահանջներից եւ ընդունել Խորհրդային Ռուսաստանի կառավարության բարեկամական օժանդակությունը Թուրքիայի հետ տարածքային հարցերը լուծելու խնդրում։ Այս պայմաններում Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը նորից դիմեց սաբոտաժի քաղաքականությանը։ Հակառակ դեպքում տապալվելու էր Հայաստանի դեմ կազմակերպված ադրբեջանական դավադրությունը։ Հայ-ռուսական դիվանագիտական փաստաթղթերը, այդ արձանագրությունը եւ պայմանագրի նախագիծը 1920-ի նոյեմբերի 4-ին քննարկվեցին Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի եւ Ռուսաստանի Կոմկուսի կենտկոմի Կովկասյան բյուրոյի Բաքվում հրավիրված համատեղ նիստի ժամանակ, որին մասնակցում էր նաեւ Ստալինը։ Վերջինս Ռուսաստանի Կոմկուսի կենտկոմի հատուկ հանձնարարականով եւ մեծ լիազորություններով հոկտեմբերի վերջերին ժամանել էր տարածաշրջան Կովկասյան հարցերին մոտիկից ծանոթանալու եւ հրատապ լուծումներ գտնելու համար։ Քննարկելով հայ-ռուսական պայմանագրի մասին Լեգրանի զեկուցումը, նիստի մասնակիցները կտրականապես դեմ են արտահայտվում Նախիջևանը եւ Զանգեզուրը Հայաստանին թողնելու նախապայմանին։ Քննադատության են արժանանում նաեւ պայմանագրի մյուս դրույթները։ Լուրջ մեղադրանքներ են հնչում նաեւ Լեգրանի հասցեին։ Անհրաժեշտ է համարվում նրան գործուղել Մոսկվա, Հայաստանի հետ կապված հարցը պարզելու համար։ Խնդրի կապակցությամբ նոյեմբերի 16-ին Մոսկվա Չիչերինին հղված հեռագրում Ստալինը հայտնում էր իր դիրքորոշումը հոկտեմբերի 28-ի պայմանագրի նախագծի վերաբերյալ։ Խոսելն ավելորդ է, այն հետ է մնացել իրադարձություններից։ Եվ իրոք, իրավիճակը փոխվել էր։ 1920 թվականի նոյեմբերի 29-ին հատուկ գնդի 11-րդ Կարմիր բանակի 20-րդ դիվիզիայի 60-րդ բրիգադի ուղեկցությամբ Ռուսաստանի Կոմկուսի Կովկասյան բյուրոյի կողմից կազմակերպված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն հայտնի բոլշևիկյան գործիչ Սարգիս Կասյանի գլխավորությամբ Ադրբեջանից մտավ Իջևան եւ Հայաստանի ապստամբ աշխատավոր ժողովրդի կամքով ու ցանկությամբ երկիրը հռչակեց Խորհրդային Հանրապետություն։ Այսպիսով Խորհրդային Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը մեծամասամբ հասավ իր առջև դրված նպատակներին, լուծելով Ադրբեջանի համար հետևյալ կարևորագույն խնդիրները։ Հայաստանում դաշնակցական կառավարության անկումը եւ Հայաստանի խորհրդայնացումը թույլ տվեցին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությանն իր համար նոր, թերևս ավելի բարենպաստ պայմաններում լուծել հայ-ադրբեջանական տարածքային վեճերը հօգուտ Ադրբեջանի։ Հայաստանի խորհրդայնացումը թույլ տվեց Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությանը խուսափել հնարավոր հակահեղափոխությունից Ադրբեջանում եւ վարել ավելի կոշտ ներքին եւ արտաքին քաղաքականություն։ Դուք դիտում եք Մանդելայի էֆեկտը։